Բարև ձեզ։ Կրկին դուք դիտում եք CPP.do.am-ի կողմից կազմակերպված սովորենք C++ ծրագրավորման լեզուն միասին դասընթացը։ Հիշեցնեմ, որ սա առաջին կուրսն է, հա, ծրագրավորման հիմունքները C++ ծրագրավորման լեզվի հիման վրա բաժինն է, եւ այսօր մենք ուսումնասիրելու ենք մի շատ հետաքրքիր թեմա, սա արդեն երրորդ դասն է։ Խնդրում եմ ձեր համակարգիչներում առանձնացրեք այս 3 ծրագրերը՝ Notepad++, Microsoft Visual Studio C++ 6.0 եւ Sublime Text 2։ Այսպիսով, անցած դասին, ինչպես հիշում եք, մենք սովորեցինք ինչպես արտածել, հա, ընդհանուր հիմնական մասերը սովորեցինք ծրագիր գրելու։ Այսօր մի փոքր այլ բան կսովորենք։ Մի փոքր այլ բան քան նախորդ անգամ, մենք բոլորս էլ գիտենք, որ բացենք այս ծրագիրը, բոլորս էլ գիտենք, որ ցանկացած գործողություն կատարելիս, հա, ցանկացած ծրագիր կատարելիս պետք է ունենալ որոշակի, սա հին ծրագիրն է, պետք է ունենալ որոշակի անհայտներ, ունենալ որոշակի փոփոխականներ, հա, այսպես հիմա որոշ սովորենք ինչպես ենք սահմանում փոփոխական։ Բացեմ սա, որպեսզի ձեր համար ավելի մեծ երևա եւ ավելի պարզ լինի։ Որպեսզի սահմանեմ փոփոխական, պետք է նախ այս փոփոխականին որոշակի տիպ հայտարարեմ։ Այսինքն չի կարող փոփոխականը լինել, հա, չեմ կարող օրինակ գրել, որ այսինչ բանը փոփոխական է եւ ոչ մի տիպի իրեն չվերագրեմ, հա, կոպիտ ասած այսպես։ Կան ստանդարտ տիպեր, որոնց հենց վերագրում են կատարում, ասեմ, որ փոփոխական սահմանելու կարելի է նշանակել, կարելի է գրել լատինատառ A-ից Z տառերը եւ մեծատառ եւ փոքրատառ, բայց ինչպես նաեւ կարելի է 0-ից 9 թվերը, այսպես, եւ մի քանի նշաններ, կարծում եմ, բայց սա հիմա այդքան էլ ձեր համար կարևոր չէ, ասեմ, որ հիմնական բաները, որոնք կարող ենք օգտագործել հայտարարելուց, դա հիմնականը սրանք են, այս լատինատառ, փոքրատառ A-ից Z, մեծատառ A-ից Z, 0-ից 9 եւ ներքևից գծիկ, բայց ուզում եմ նշել, որ առաջին երկու սիմվոլները, հա, պետք է լինեն այս սրանք, A-ից Z-ն, հա, տառեր պետք է լինեն։ Այսպիսով, օրինակ, կարելի է սահմանել այսպես, եթե ամբողջ թիվ է լինելու այդ փոփոխականի տակ պահված, ապա կարելի է ուղղակի գրել int A9, հա։ Հիմա տիպերը ես կգրեմ էկրանի վրա, դուք կարող եք ուղղակի հետևել։ Այսպիսով, որպեսզի սահմանենք թվեր, զուտ թվեր, օգտագործում ենք այս տիպերը, հա, սրանք ջնջենք ավելավ է, ես գրեմ short, short-ը դա -32768-ից մինչև 32767 թվերի միջակայքն է։ Երկրորդը unsigned short, փոքր սխալ գրեցի, սա 0-ից մինչև 65535 թվերն են։ Int կամ integer, հա, սա միջակայքն է, պարունակում իր մեջ, տարբերությունները, որ դեպքում որ օգտագործել, այժմ չենք անի, դա հետագայում կուսումնասիրենք, ահա այսպես, սա նույնպես նույն միջակայքն է,
բերեք այս երկուսը ջնջեն, որտեղ սրանք չենք օգտագործելու։ Գրեթե սրանց փոխարեն միշտ օգտագործում ենք int-ը։ Եվ հաջորդը long-ն է։ Short-երը կարող եք օգտագործել, հա, փորձել անել, բայց խորհուրդ չեմ տա ավելի շատ int օգտագործեք։ Հաջորդ միջակայքը երևի թե ամենամեծն է։ Long։ Ամենամեծը չէ, բայց հնարինս մեծ է։ Այն այսպես կետեր դնեմ, որպեսզի ես էլ ճիշտ ասեմ, 21 միլիարդ 474 միլիոն 836,648-ից մինչև 21 միլիոն 474 միլիոն 836,647 թվերի միջակայքն է։ Հաջորդը unsigned long-ն է։ Որը 0-ից մինչև 42 միլիարդ 949 միլիոն 609 ներողություն Նավես ուղղակի արտագրեմ թիվը Սա ինչ-որ թիվ, ահա Ես գտա եմ սխալը, որովհետև զարմացա, որ այսքան մեծ եմ գրել թիվը որտև իրականում 21 միլիոն պետք է չներ, 2 միլիարդ պետք է ներ ոչ թե 21 միլիարդ և ահա խնդրեմ ահա Ուրեմն long-ը 2 միլիարդ 147 միլիոն 483,648-ից մինչև 2 միլիարդ 147 միլիոն 483,647 թիվերն են։ Unsigned long-ը այս դեպքում 4 միլիարդ 294 միլիոն 672,295 թվերն է իր մեջ պարունակում։ Սրանք այս 4-ը վերաբերում են միայն ամբողջ թվերին, այսինքն օրինակ 2.5 այս թվերի մեջ չի մտնում, հետևաբար դուք այն որպես այդպիսին չեք կարող օգտագործել կոտորակային թվերի համար։ Կոտորակային թվերի համար օգտագործում ենք այս 3 ֆորմատները flat որը իր մեջ արժեքները 16-ական համակարգով է, հա, այստեղ գրված, եթե դուք հասկանում եք, կարող եք օգտագործել, ես անկեղծ ասած միջև վերջ չեմ էլ հասկանում ինչ է, որ թվերն են սրանք, բայց եթե ձեզ այդքան հետաքրքրում է և դուք այդքան հասկանում եք, իհարկե լավ կլինի, որ մի փոքր էլ եթե ուսումնասիրելու կարիք է ուսումնասիրեք և հասկանաք այն 3.4e-38-ից մինչև 3.4e+38 թվերն են։ Դա ասեմ, որ շատ մեծ միջակայք է, այսինքն այդքան էլ անհանգստանալու կարիք չկա, թե որքան մեծ է այն։ Ես չեմ կարծում, որ դուք ինչ-որ այդպիսի խնդիր պետք է լուծեք, որ սրա մեջ չտեղավորի այդ թիվը։ Double-ը հաջորդ ֆորմատն է, հա, որը օգտագործվում է հաճախ։ Այն 1.7e-ից e-308-ից մինչև 1.7e+308-ն է։ Հաջորդը long double-ն է։ Սրա միջակայքը նույնպես պակաս մեծ չէ։ Так, 3.4e-4932-ից մինչև 3.4e+308
4932, ահա, սրանք են, հիմա, բայց երբեմն պետք է գալիս որպեսզի տեքստային, հա, որոշակի ֆորմատի բաներ տեղավորենք, դրա համար օգտագործում ենք char-ը։ Char-ը դա տեքստեր պահպանելու համար է նախատեսված եւ շատ որակյալ է։ Հիմա ինչպես ենք սահմանում թիվ, օրինակ, եթե ունենք ամբողջ թվի փոփոխական պետք է սահմանենք։ Սահմանում ենք, գրում ենք int գծիկ։ Գրում ենք փոփոխականի անունը, օրինակ as1, օրինակի համար։ Կետ ստորակետ չմոռանաք։ Եվ ծրագիրը։ Եվ դուք արդեն մյուս տեղում, ասենք, կարող եք այսպեսի վերագրում անել իրեն, հա։ Իհարկե սա այդ ուսումնասիրենք, ասենք, հավասար է 258։ Սա ամբողջ թիվ է եւ մտնում է այդ միջակայքի մեջ, այսինքն այս փոփոխականին կվերագրվի այս արժեքը, հա։ Եթե մի քանի փոփոխական եք int որակի սահմանելու, ոչ թե այստեղ դնում եք ստորակետ սովորական եւ գրում եք հաջորդ, հա, օրինակ as2 եւ կրկին կես ստորակետ եւ կարող եք օգտագործել։ Ինչպես նշեցի, արդեն վերագրման գործողությունն է սա, այս հավասարի նշանը, որը կա։ Սրանով վերագրում ենք, օրինակ, այս արժեքը այս փոփոխականին։ Կարելի է փոփոխականներն էլ իրար վերագրել, օրինակ, այս դեպքում կարող ենք գրել as2-ը հավասար է as1-ին եւ եթե վերջում գրենք արտացել այս թիվը, կգրի 258։ Օրինակ, եկեք հենց այս ծրագիրը փորձենք։ Հիմա ես այստեղ ներմուծեմ դա։ Ահա, հիմա կոմպիլ անենք։ Կոմպիլ արեցինք, ոչ մի սխալ, ոչ մի էրորներ, կարող ենք build անել։ Ահա։ Ես չէի գրել, ցուցադրել։ Հիմա կարվի։ Խնդրեմ։ Հիմա տեսեք, գրեց 258, պասեք։ Այսօր մի ուղում էլ անեմ։ Տեսեք, գրեց 258։ Մենք այստեղ AS1-ին տվել էինք 258 արժեք եւ AS2-ին վերագրել էինք AS2-ի արժեքը։ Հիմա փորձենք կազմենք փոքրիկ ծրագիր, մի փոքր այլ բնույթի։ Այստեղ փակենք։ Հիմա ես ծրագիրը գրում եմ, դուք արտագրեք։ Ես այստեղից փորձեմ կրկնօրինակել։ Ահա։ Int a։ Հենց այստեղ էլ կարող ենք սահմանել իրեն արժեք տալ, an հավասար է 2 եւ b-ն հավասար է 4։ Հիմա այստեղ մեկ հատ էլ c գրենք եւ այստեղ գրենք c-ն հավասար է a + b։ Ահա, հիմա այս ծրագիրը արտագրեք այսքանը։ Ես փորձեմ աշխատեցնել։ Ստեմ արտագրեցիք, հիմա փորձեմ ես այստեղ տեղադրել ծրագիրը եւ տեսնենք թե ներողություն, այստեղ պետք է նաեւ գրենք որպեսզի արտացի։ Այստեղն էլ արտագրեք։ Հիմա փորձենք թողարկել եւ տեսեք 6։ Այստեղ մենք 4 եւ 2 արժեքներ էինք տվել, գումարը տվեց 6։ Այսպես սովորեցինք կազմել փոփոխականներ, հիշեք այս տեսակները, կարող եք եւս մեկ անգամ վիդեոն դիտել, եթե չհասցրեցիք ինչ-որ բան արտագրել կամ անել։ Մյուս անգամ կրկին շատ հետաքրքիր բան ենք ուսումնասիրելու, սովորելու ենք ինչպես փոփոխականներին
հնարավորություն տալ որպեսզի օգտվող արժեք տա։ Այսքանը, շարունակեք հետևել մեր ալիքին, հաջողություն։